Ողջույն ընկերներ, այսօր ուզում եմ խոսել կորպորատիվ մշակույթից։ Կորպորատիվ մշակույթը իր մեջ պարունակում է շատ տարրեր, որոնց մասին մենք նույնպես կունենանք կարճ հոլովակներ։ Այսօր ուզում եմ խոսել ամենակարևորներից մեկի՝ մոտիվացիայի մասին։ Մոտիվացիան բոլորս գիտենք լինում է երկու տեսակ՝ աջակցող կամ ուղեկցող, կամ այլ կերպ ասած ֆինանսական եւ հոգեբանական։ Մեր ընկերությունում աշխատակիցների տեմպը, տրամադրությունը, որակը, կայունությունը ապահովելու եւ բարձր մակարդակի պահելու համար շատ կարեւոր է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք մեր ընկերության հոգեբանական մոտիվացիայի շուրջ։ Հոգեբանական մոտիվացիան իր մեջ պարունակում է մի քանի տարրեր։ Առաջինը այն պատասխանատվություն է կրում կադրի, մեր աշխատակցի զարգացման, աճի հարցում։ Կարևոր է, որ մենք կարողանանք մեր հոգեբանական մոտիվացիայի մեջ ապահովել մեր աշխատակցի անվտանգությունը, ապահովությունը, լիարժեքությունը իր թիմում եւ այսպես մի քանի շատ այլ տարրեր, որոնք որ մեր աշխատակցին օգնելու են ավելի մոտիվացված աշխատել, հոգեբանական մոտիվացիայի բավարարություն ստանալ եւ կորպորատիվ մշակույթի մեջ դրացնելով այս ամենակարևոր տարրը, որը որ մենք անվանում ենք մոտիվացիա։ Դե ինչ ընկերներ, շարունակեք հետևել ինձ ավելի շատ ինֆորմացիաներ եւ խորհուրդներ լսելու համար։